Շատ լավ եմ։ 1, 2, շատ 30 անգամ։ Նոր կոստյումով սափրված եւ ամենակարևորը փոքրինչ երիտասարդացած է դիմավորում Արտավազ Պապը իր 100-ամյակը։ Սովորության համաձայն առավոտյան մարզանքն էլ չի մոռացել, որ առողջությունը պահպանի մինչև ուշ երեկո։ Մրգաշատի ղեկավարությունը որոշել է ռեստորանում նշել նրա հոբելյանական տարեդարձը։ Ինքս ինձ եմ սափրում, ամեն ինչը կարողանում եմ իմ հագուստը հանել, հագնվել, անկողինս կարգավորել։ Նախկին դասվար ընկեր Զիրոյանին բոլոր մրգաշացիներն են ճանաչում որպես ճշտապահ ու կարգապահ մարդ։ Երիտասարդ տարիները ծերունին աքսորավայրում է անցկացրել, տոկունություն ու կոփվածություն ձեռք բերելով, իսկ երկար կյանք ունենալուն առողջ ապրելակերպն է օգնում։ Կոնկրետ ինքը գերմաներինի մի ուսուցչի հետ մտերմություն ունենալու պատճառով իրան աքսորել են Սիբիր, որտեղ շատ տառապանքներ տեսնելուց հետո կարողացավ Աստծո ողորմությամբ վերադառնալ հայրենիք։ Դժվար կյանքը ինձ կոփել է երևի, որտեղ 30 աշճան սառնամանիքի տակ դուրս են գալիս անտառը ծառ կդրելու։ Առողջ եւ աշխույժ մնալու հարցում եղբորը չի զիջում նաեւ քույրը 91-ամյա Աղավնի Զիրոյանը։ Ոչ մտեղ չի ցավա։ Ես շատ ուրախ եմ իմ կյանքից։ Հա, բալաջան։ Ես էլ իմ աղբոր 100-ամյակն է, շնորհավորում եմ իմ աղբոր։ 100-ի շեմն անցած Ժիր Պապիկը ուրախանում է գյուղի նոր հաջողություններով։ Այսօրվա պես հիշում է հին օրերը, սակայն միշտ կողմ է եղել դրական փոփոխություններին եւ առաջընթացին։ Ակումբում մեր տան տեղներ 48 թվին քանդել են, ակումբն են կառուցել։ Հիմա եկել ենք այստեղ, հիմա այստեղ էլ է կենտրոնը դարձել։ Գյուղապետ Մանվել Դանիելյանը ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեծահասակներին, այլև երիտասարդներին։ Մայրաքաղաքի բուհերում սովորող բոլոր ուսանողները անվճար ավտոբուսով են տեղ հասնելու ու վերադառնալու։ Այս նեղ պայմաններում մենք կարեցանք այդ գումար ունենանք, որ մենք մեր երեխեքին անվճար ապահովենք ուսանողականով գնան իրենց դասերին գան։ Շատ կարևոր խնդիր լուծվեց։ Գյուղի հին մանկավարժն ու 10 թոռների պապիկը տեղյակ էր, որ ուսանողներին նման անակնկալ է մատուցվել եւ պատրաստվում էր բաժակ բարձրացնել նոր սերնդին ուսման առաջադիմություն եւ բոլորին երկար կյանք մաղթելու համար։ Մրգաշացում բնորոշ հումորով էլ կատակեց, որ քրոջ տարիքն էլ հետը 191-ամյակն են նշում, հարգանք ու պատիվ վայելելով։ Կարնե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, Կարեն Թադևոսյան, այսօր։